Բայց ես գիտեմ, որ դրա տակ կա ուրիշ պատմություն։ Քեզ կրակի մեջ ես գցում ու մի ձևի դի դուրս գաս տեղից։ Դաժե 3 ժամերի ընթացքում դա վաճառք էր ետում։ Ձեզնից որ մեկն է bread-ը, որը breakfast-ը։ Bread-ը ես եմ, breakfast-ը նա է, Ալբերտնա։ Նորթ Հոլիվուդից հետո վերցրեցիք Բրբանկում տարածք։ Միշտ խոսում ենք տենց բիզնեսի մասին, էլի։ Հետո որ ինքը այս անգամ զանգեց, ասի, «Էլ չենք խոսում, անում ենք»։ Ունենք breakfast burrito-ներ, դա մեր հիմնական product-ն է։ 6 ամիս տևեց, մինչև այդ perfect ռեցեպտը կարացանք անենք։ Բայց այդ լավ է ամեն օր նույն բանը ուտելը։ Аэропորտի տիշում են ասում առաջին բանը որ պիտի ուտեի ձեր ուտելիքը մինչև մնացած բաները անել, էլի։ Մեր Instagram-ի reel-ը որ ցակեցինք, sense բաստուրում են, հատատում ենք բաների մեջով 38 միլիոն մարդ տեսավ, influencer-ին կանչում կամ իման, մեկ էլ ասում է այս top 3 տեղն է ուտելու անպայման պիտի գաք։ Հիմա որ մենյու AM-ից կան, ինձ կգրեք։ Անպայման։ Չորրորդի վրա չեք աշխատում։ Հələ այս էկոփարկը սկսենք, լավանա, ստաբիլ լինի, հետո չորրորդի մասին կմտածենք։ Փորձում ենք ավելի մեծանալ։ Թավա, երկու ձու եւ աչքերը թավայի մեջ, հա։ Ահա, այսուհետ ես եմ ձեր հաճախորդներից մեկը։ Ողջույն ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ի հերթական էպիզոդը։ Ամեն անգամ ասում եմ, որ այսօր շատ հետաքրքիր հյուրեր եմ ունենալու, որովհետև իսկապես իմ հյուրերը մեր համայնքում ռեստորանային բիզնես ներկայացնող մարդիկ շատ հետաքրքիր են ու առավել եւս հետաքրքիր են նրանց պատմությունները, վայրեջքներն ու վերելքները։ Այսօր զրուցելու եմ երկու ընկերների հետ, ովքեր միասին ներկայացնում են Bread and Breakfast-ը։ Սա մի տեղ է, որտեղ կարող եք շատ համեղ նախաճաշել։ Մնացած մանրամասների մասին, պատմության մասին, սկզբի մասին խոսելու եմ հենց իրենց հետ, որովհետև իրենք արդեն ինձ մոտ են տաղավարում։ Եվ այսպես Արտակ Անդրեասյան եւ Ալբերտ Մալխասյան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Շատ լավ եմ, որովհետև մինչև հաղորդումը սկսելը փորձեցի ձեր բուրիտոներ, չէ՞, կարծեմ, Այո։ Բուրիտոները։ Անչափ դուրս եկավ դուրս նաև ձեր ստեղծած համադրությունը, որը նաև առանձնահատուկ է ու ձերն է, մեր հայկական բաստուրմա սուջուխը միքսել եք մեքսիկական ուտելիքի բուրիտո կոչվածի հետ։ Եվ անչափ համեղ էր ստացվել, բայց մինչ անցնել է այդ ուտելիքներին, մնացած հարցերին, ես ուզում եմ որպեսզի սկսենք սկզբից։ Որտեղ եք ծնվել։ Ես ծնվել եմ Երևանում։ Երբ եք տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ 97 թվին մենք ընտանիքով green card շահեցինք։ Ես մի 6 տարի ապրեցինք Երևանում եւ հետո Կազախստան գնացինք այդ վատ ժամանակները, papa's ընտանիքը այդ մի Կազախստանում էր ապրում, գնացինք փորձենք այնտեղ, բայց հետո green card դիմեցինք, շահեցինք եւ Ամերիկա եկանք։ Ախ այդ green card-ը, լսել եք, ասում են ինչ որ արգելում են արդեն էլ green card չի լինելու խաղաղություն։ Օրականը տենց այդքան բան է փոխվում, որ տարբեր բաներ են։ Մենակ Աստված գիտի։ Իսկ դուք Ալբերտ, դուք ոնց որ ավելի փոքր եք, հա, մեզնից։ Հա, ես 14 տարեկան եմ։ Հա, ես ծնվել եմ 94 թվին, մի ուշ շաբաթ ծնունդս կլինի։ Ծնվել եմ ստեղ Ամերիկայում, բայց East Coast եմ ծնվել, Rhode Island։ Rhode Island, որը Բոստոնին շատ մոտիկ։ Իսկ ինչպես եք լոս հետո եկել։ Պապաս եկել էր ստեղ հանգստանալու մի քանի օրով, եկավ հետո հետ գնաց Rhode Island, ասեց օքեյ պիտի տեղափոխվենք Los Angeles։ Դուրը շատ եկավ, սիրահարվեց էլի Los Angeles-ի հետ։ Համել եղանակը դեստեն։ Հա, պայմանները շատ լավ է եղանակը։ Ավելի լավ է, հա, անդեց մեջնի ցուրտ, ձուներ գալի Տենց 96 թվին եկանք ստե տեղափոխվեցինք Los Angeles։ Դուք ծանոթացել եք, որովհետև միասին աշխատում եք որպես սոցիալական աշխատող, ինչ որ մի ընկերությունում։ Այո։ Հետո քանի տարի աշխատեցիք։ Ես մի 4 տարի աշխատեցի, տենց 3.5 տենց Ալբերտը մի քիչ շուտ դուրս եկավ, ինքը գնաց tech sale-ի մեջ։ Հետո հունվար 20 թվին text եկավ, զանգ եկավ, ասում է ես ունեմ միտք, ասի ես պատրաստ եմ, արի ինչ որ միտքը տա։ Բայց չգիտեք, որ ուտելիքի հետ է կապված։ Դե ինքը հետո ասաց բուրիտոյա, մեզ միջև իր ասել է, արդեն որտեղ մենք միշտ խոսում ենք, որ իրար հետ գործ ենք քշում, միշտ խոսում ենք, ասում ենք արի B&B վարձենք,
փոխսանքեք այդ ձևով, արի միշտ խոսում եք տենց բիզնեսի մասին, էլի, tour ավտոներ վարձենք, բան, հետո որ ինքը այս անգամ զանգեց, ասի, էլ չենք խոսում, անում ենք։ Արի հիմիկվանից արդեն սկսենք։ Իսկ այդ վստահությունը արդեն ձեր մեջ կար, իրար հետ նախապես աշխատելով էր այդ վստահությունը ծնվել, որովհետև բիզնես սկսել մեկի հետ դա շատ բարդ գործ է։ Ոնց եղավ, որ մի անգամից իրար վստահեցիք։ Դե ընկեր ենք միջև այդ։ Հա։ Լավ ընկերներ ենք ու գիտենք ամեն մեկ ինչ հնարավորություն ունի, ինչ կարա սեղանին բերի։ Ահա։ Երկուսով սկսեցինք այդտեղից։ 2 տարի իրար հետ մի ավտոյով ամեն օր գնում ենք գործի։ Արդեն լավ իրար ճանաչում ենք, լավ գիտենք։ 8-9 ժամ միշտ իրար հետ ենք ու շատ խոսակցություններ էր գնում, շատ մտքեր ենք փոխանցում իրար հետ ու տենց ես որ այդ գործից հելա հետո այդ միտքը որ եկավ ինձ իրան զանգել էի ու ինքը միանգամից պատրաստ էր։ Ու միանգամից հենց միտքը էներ, որ պիտի բացենք ուտելու տեղ, հենց նախաճաշի համար նախատեսված, ու հենց այդ միքսը արդեն երկուսիդ գլխում էլ կար, թե ընթացքում որոշեցիք ոնց։ Որոշեցինք ընթացքում, կար նախաճաշի միտքը, բուրիտոների միտքը, եւ Ալբերտի կողմից եւ իմ կողմից իր պապիկներ միշտ սարքում նախաճաշ իր սիրելի ուտելիքներ ես էի մերոնց համար միշտ ծվածեղ սուջու բաստուրմա առավոտներ դա իմ սիրած բաներ բայց ոչ մի պովորական այդեն շեֆի բան ոչ մեկս չունենք experience բայց երբ որ միտք ունես ուզում ես նպատակիդ հասնես ամեն ինչ անում ես որ հասնես ու սովորում ես դա ամենալավ բանը որ ասում են քեզ կրակի մեջ ես գցում ու մի ձև պիտի դուրս գաս տեղից ու տենց եղավ։ Ու սկսեցիք փնտրել տեղ, որտեղ կարող եք սովորել։ Ոչ, վերցեցին գնացինք Home Depot, մի հատ գրիլ առանք, որը սարքում է ուտելիքը, եւ ինքը այդ ժամանակ ընկերոջ հետ օֆիս ուներ, հետևը գնում ենք առևտուր ենք անում, նայում ենք ինչ ոնց տենց սովորում ենք ու անում ենք։ Գործից հետո միշտ ուտելիքներ ենք սարքում։ Փորձում ենք, այո։ Իր ընկերները, իմ ընկերները գալիս էին ընտանիքներով, միշտ սարքում ենք, փորձում ենք, feedback ենք ստանում, ասենք թե ինչն է լավ, ինչն է վատ, սոուսները, իր մտքին է cilantro կրեման, ասած էսի սարքենք մի 6 ամիս տևեց, մինչև այդ perfect ռեցեպտը կարացանք անենք, ու տենց կամաց սաղ իրար եկավ եւ մի 8 ամիս տևեց, հունվարից մինչև ավգուստ, ու որոշեցինք, ասենք բացում ենք։ Եվ դեռից սկսեցինք ավգուստ 2020 թվին արդեն 5 տարուց ավել է 5 տարի քանի ամիս արդեն որ սկսել ենք։ Իսկ տեղը ոնց որոշեցիք, որ կարծեմ Նորթում է, հա, առաջին location-ը։ Այո, North Hollywood-ում է։ Ահա։ Մեր ծանոթներից մեկը ռեստորան ուներ North Hollywood-ում։ Հենց exit հիրանում ու այդտեղ էր։ Լավ, տենց busy փողոց էր, էլի։ Ինքը բաց էր, մեզ թույլատրեց, որ ընդ մենակ շաբաթ կիրակի բացենք ժամերը 7 առավոտվա 7-ից մինչև 10-ը, որով ինքը իր ռեստորանը 11-ին էր բացում։ Ասինք, օքեյ, հələ որ տենց կանենք, փորձենք, տենանք ոնց է ինչա։ Սո սկսեցինք մենակ շաբաթ կիրակի, երկուսս էլ ուրիշ աշխատանք ունենք, էլի, այդ վաղտ։ Էսի կողքից էինք անում։ Հասկացանք, որ այդ դաժե 3 ժամերի ընթացքում լավ վաճառք էր ելնում։ Մարդիկ գալի տենում առնում էին, սիրում էին, հետո տենց մի 2-3 ամիս անցավ։ Ես հիշում նոյեմբերին։ Հա։ Բայց խոհանոցում դուք եք, չէ՞, երկուսով եք պատրաստում կամ ունեիք։ Ես էի պատրաստում, Ալբերտը դիմացներ եւ իր պապաներ գալիս օգնում, իմ քրոջ ամուսիններ գալիս օգնում, տենց ընտանիքներով, սենց գալիս էին, ինչքան կարող էին օգնում էին, բայց մենք ենք սկզբից լրիվ մենք ենք։ Հետո այդ հաճելի պահը եկավ ձեզ մոտ, որ արդեն դուք աճեցիք, արդեն երկրորդը, արդեն երրորդը ու էլ աշխատողներ ունեք, դուք եք տնօրինում, դուք եք ղեկավարում, ու այն առաջի սկզբի, որ դուք խոհանոցում եք ինքն էլ դիմացներ, ինչ է տալիս ձեզ այդ զգացողությունը։ Ես հիմա որ դրա մասին խոսում եմ, փշակաղում եմ։ Հա, ես էլ նոր փշակաղեցի։ Դա շատ մեծ sense հոստը մի sense հեքիաթ լինի, առաջուց սկսել ենք ու որտեղ ենք հասել, շատ մեծ տարբերություն է, բայց
շատ լավ զգացում եմ, որտեղ ստեղծում ես մի բան մտքերից մեր ու շատ լավ ես զգում դրա մասին, շատ։ Այդ դրա վրով էլ այդ էներգիներ վերցնում ենք, տանում ենք ու փորձում ենք ավելի մեծանալ ու դա ոգևորում է, չէ՞ ձեզ։ Այո։ Իսկ պատմում եք ուրիշ մարդկանց, որ խորհուրդ տալիս եք, որ օրինակ մեզ դիտողներին գուցե կարողանանք օգնել, որ եթե մի բան մտածում եք, եթե ճիշտ մարդու հետ եք ընտրել որոշել անել գործը, ապա արեք, ռիսկի գնացեք, այ որն է այդ կարևոր գործոնը, որ պետք է բիզնես սկսելու համար։ Որտեվ տանուլ տալը միշտ էլ կա։ Միշտ խոսալը կալ, մտածելը կալ, կանեմ, չեմ անի, բայց պետք է քեզ մեջը գցես եւ չվախենաս, ավելի լավ ռիսկ անես, չաշխատի, սովորես դրանից, քան թե տարիներ անցնի, ծերանաս, տարիներ անցնի, ասես ինչի չարեցի, դա ավելի դաժան բան է, քան թե չանել, ռիսկ չվեցնել, կարևոր բան է։ Այդ երազանքը եթե կա մեջդ, պիտի մտքի դնես ու ուղղակի անես։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ժամերը ձեր նախաճաշի բնական է գիտենք մինչև 12-ը գոնե, հա, մենք տանը գոնե այդպես ենք նախաճաշում։ Ձեզ մոտ մինչև քանիսն է բաց։ Մինչև 2-ը։ Մինչև 2-ը։ Հա, երկուշաբթի ուրբաթ 2-ն ենք, մեկ էլ շաբաթ կիրակի մինչև 3-ն ենք մեր Burbank-ի ռեստորանում։ Burbank-ի ռեստորան ունեք արդեն երկրորդ location-ը։ North Hollywood-ից հետո վերցրեցիք Burbank-ում տարածք։ Այո։ Այո, մոտ 3 տարի հետո։ Հուլիս 23-ին 23 թվին բացեցինք Burbank-ի location-ը։ Իսկ ինչու Burbank-ում։ Ուղղակի տենց ստացվեց, համել այդտեղ ենք այդ ես ընդեղ եմ մեծացել, ասենք այդ թաղամասում։ Ուզում եք ձերոնց ապահովեք։ Հա, այլ մոտիկը մենք։ Բայց համ Glendale-ի Burbank-ի հենց բանն գծի վրա է, էլի։ Glendale-ին կպած է ու մենք սկզբից միշտ խոսում ենք, ասենք North Hollywood-ից հետո գոնե Glendale-ում մի տեղ հարմարացնենք, բացենք, բայց այս տեղը որ մեջտեղ ընկավ, համ Burbank, համ Glendale դուրս եկավ, որը շատ հարմար տեղեր գնացինք, նայեցինք, դուրները շատ եկավ ու տարածքով մեծ է, ինքը ռեստորան է, չէ։ Վաճի, մի 1400 square feet է։ Իսկ պարկինգ ունեք։ Պարկինգ ունենք, պլազայա, մեծ պլազայա, շատ հայտնի պլազայա ինքը։ Իրան Aryan Barbecue, Massis։ Անցյալ օրը ձեր մոտ է։ Հա։ Հա։ Massis Bakery-ը կա, որ մի բան։ Massis Bakery հենց մեր կողքն է։ Big Mama's-ն էլ անդե։ Big Mama's։ Լիքը լավ բիզնեսներ անդեղ։ Հա, հետաքրքիր է։ Հա, տեսա փակցված էր անունները բոլորի։ Այո, բոլորն էլ, հա, այնտեղ որ միտեղ բացում է ռենտ անելու, միանգամից մարդիկ վերցնում են, որտեղ շատ լավ տեղ է։ Իսկ թանկ է այդտեղ, այսինքն բնական է հաշվի եք առնում, որ ավելի զբաղված պլազա է, ավելի հոսքը մարդկանց շատ է, գումարով թանկ է, չէ։ Երբ որ վերցեցինք, մեր համար թանկ էր, որտեղ այդ ժամանակներն էր, որ ամեն ինչ թանկանում էր, տներն էր թանկանում, ուտելիքներն է թանկանում, այդ տեղն էլ վաճի իր թանկությունով թանկ է, բայց մեր կարծիքով շատ լավ location է։ Նորմալ է, հարմար է, ասենք։ Տեսեք, մի բանի վրա եմ ուզում անդրադառնալ։ Ինչու՞։ Օրինակ ես տանը նստած հեռուստադիտող եմ, նայում եմ այս ծրագիրը, ապրես, որ նայում ես Մերի ջան։ Ուրեմն իմ հյուրերը գալիս են այստեղ, ասում են, մենք երկու ընկեր, օրինակ, միացանք, իրար հետ բացեցինք սա, հետո երկրորդ location-ը շատ գեղեցիկ ինչ որ հեքիաթի նման է։ Բայց ես գիտեմ, որ դրա տակ կա ուրիշ պատմություն։ Հիմա ուղիղ ձեզ ուզում եմ հարցնել։ Երբ որ դուք կարծում եք, որ երկրորդ location-ը վերցնելու համար դա ձեզ համար թանկ է, որտեղից գումար վերցրեցիք։ Ոնց արեցիք, ոնց որոշեցիք, որ չէ, պիտի վերցնեմ, պիտի մտնեմ դրա մեջ։ Այսինքն այս քարտեզը ճանապարհային ուզում եմ, որ մեր դիտողները տեսնեն, զգան։ Հիմնական դե մեր North Hollywood-ը, որ 3 տարի բացեինք, ձեզ արդեն գումար ունեիք, որ գնայիք երկրորդը բացեիք։ Հավաքվել էր։
Okay. մեր առաջի location-ից դրանից հետ դրա համար մի քիչ երկար տևեց էլի բացելը Հա։ թե չէ մի տարի հետո կարանք բացենք կամ Այսինքն մի տարի հետո պահանջարկը կար, բայց Հա։ դուք դեռ պատրաստ չէիք։ Երբ որ Այո, արդեն պատրաստ էիք, որոշեցիք, որ վերջ գնում ենք երկրորդը վերցնենք։ Մենք ուզում ենք մեր փողով բացենք, չենք ուզում գնանք Պարկ, լոն վեսնենք, հա։ պարկ վեսնենք, ամենաճիշտ ձևը մեր փողով բացենք, որ ճիշտ լիներ, որ չմտածենք, մի հատ էլ բան Հա, չավելանալ խղճներդ հանգիստ լինեն, Այո, գիտեմ։ այո։ Ինչ կա ձեր մենյուում։ ունենք breakfast burrito-ներ, դա մեր հիմնական product-ն է։ Նախաճաշով ամեն burrito-ն, taco-ներ ունենք, բոլեր ունենք, ամաններ, որը որ ձվածեղը խառնում ենք մսերի հետ, տեսականի։ Burbank-ում էլ ունենք սանդվիչներ, փոքր սանդվիչներ ունենք, slider-ա կոչվում։ Էլի այտենց կողքը կարտոշկով է գալի, մեջը ձու, պանիր, ձեր ուզած մսով։ Իսկ երկրորդ location-ում եք լինում ամեն օր։ Հա, Այո։ մեկն ու մեկս ամեն location-երում միշտ կանք, հլվոր, կամ գնում գալիս ենք, կամ եթե շատ busy ալնում, ընդ մնում օգնում ենք։ երրորդում ով է լինում։ Դե երրորդը որ բացեցինք, Ալբերտը հիմնական Ալբերտը ընդեղ է։ Երրորդում այո, ինքը Երրորդը որտեղ է։ Eco Park-ում է։ Eco Park։ Այո, եւ դա մի ամիս ու կես Մի ամիս ու կես է։ որ բացել ենք։ Դա կարծեմ ուրիշ ուղղվածություն ունի։ Կպատմեք ինչ է իրենց ներկայացնում։ Էլի նույն մենյուն է, էլի նույն ճաշատեսակները, բայց ինչ որ ուրիշ մի բան է։ Այո, նա կոչվում է Ghost Kitchen, Clark Kitchen-ի brand-ն է, որը ասենք թե մեծ տարածք է, որ ունի մի 30 հատ ռեստորան, փուչուրիկ ռեստորաններ ամեն մեկը։ Մի Մի շենքում։ գործում է 30 Այո, խոհանոց։ այո, տարբեր։ տարբեր։ Ձեր հետ կապ չունի։ Ոչ, Դուք դրանցից մեկն եք։ մենք մնացից մեկն ենք, որը մենակ պատրաստում է ամեն ինչը DoorDash, Uber, Grubhub, այտենց միջոցով է։ Դրանց միջոցով։ Այո, դրանց միջոցով նա սարքում ենք, տալիս ենք, իրան գալիս են վեսնում են։ Կամ delivery կամ pick-up։ Կամ delivery կամ pick-up, այո, մարդիկ ասենք թե եթե մեր website-ը breadandbreakfastla.com-ը մտնեն, կարան ընտրեն որտեղից են ուզում իրանք pick-up անեն, order-ը դնեն, եւ Eco Park-ը մեկն է, որ իրանք կարան order տան, գան, վեցնեն, ու տենց, որ ասենք թե delivery չեն ուզում։ Եվ Dodger Stadium-ն է մեր կողքը հիմա որ կարան ասենք խաղից առաջ, հետո կան order անեն։ Ինչքան ժամանակ է գործում է։ Սա 1.5 ամիս է Eco Park-ը, այո։ Լավ է գործերը։ Այո, Նորմալ է, փորկասո, հա, վաճառքը կա, ավելի կարա լավանա ու դրա վրա աշխատում ենք էլի հիմա։ Դրա վրա աշխատում եք, 4-րդի վրա չեք աշխատում։ Հələ որ չէ, բայց հələ էս Eco Park-ը սկսենք։ Հա, բարձր նոր է։ Հա, լավանա, ստաբիլ լինի, հետո 4-րդի մասին կմտածենք, բայց միշտ մտածում ենք։ Միշտ մտածում Ճիշտ ենք։ ասած, Այսինքն ձեր նպատակն է անընդհատ բացել, հա, որն է ձեր նպատակը հետագա։ հա, Սենց ամեն գլխավոր քաղաքում մի հատ bread and breakfast ուզում ենք։ Եվ սաղ աշխարհում եք։ Դա մեր նպատակն է, որ Հայաստան, Դուբայ, Եվրոպա, բացի նախաններից, բացի Նյու Յորք, բոլոր ցենց նախաններից ուզում ենք որ լինի, որտեղ պահանջը կա այնտեղ։ Մարդիկ ուրիշ շտատներից գալիս են, ասում են Ջորջիայից են գալիս, Նյու Յորքից են գալիս, Ֆլորիդայից են, ասում են հենց դուք ֆրանչայզ անեք, մենք ուզում ենք մտնենք, վեսնենք։ Որտեղ կոնցեպտը շատ լավն է, դուր է գալիս իրանց։ Հիմա կոնցեպտի մասին եմ հենց ուզում խոսել։ Դուք համատեղել եք բաստուրման սուջուխը մեքսիկական բուրիտոների հետ, արդեն ասեցի նախապես, բայց ինչպես որոշումը եղավ, որ հենց այդ երկուսը իրար խառնեք ու դա կստացվի շատ համեղ։ դե միշտ պամդրով ձվածեղ էի, ասենք ես սարքում իմ համար, ինքն էլ միշտ ամեն օր մենք պամդրով ձվածեղ ենք սարքում ուտում։ Մեր սիրած ուտելիքներ։ Բայց այդ լավ է ամեն օր նույն բանը ուտելը։ Դե չենք հոգնել։ Ամեն օր կամ օրը մեջ էլի։ Հետո տենց բաստուրմա էլ ես շատ եմ սիրում, պապաս շատ է սիրում, մենք հայերս դե բաստուրմա սիրող ենք։ Մենք բաստուրմա սիրող ազգ ենք, այո։ Այո։ Մտածեցի, որ հա, ես դե breakfast burrito էի ուզում սարքեի, ասենք, որպես բան, որպես idea, որպես ռեստորան բացելու հետո ու մտածեցի, որ okay, բաստուրմա breakfast burrito թող փորձենք, տենանք ոնց է, որով ինքը առանց հացի բանի շատ համով է էլի։ Հայրս միշտ ուտում ենք,
բայց բորիտոյի մեջ դրեցի այդ մեքսիկական այդ տորտիայի մեջ ու շատ համեղ ստացվեց մեր ընկերներն էսաղ բոլորը սիրեցին Ճիշտ է, դրանից հետո բոլորը գովում են ասում են շատ համոտ ճիշտ։ Իդեպ Ալբերտինն է նաև այդ սոուսը, որ ասացիք, չէ, ինք իր այդեան է եղել։ Հա, սիլանտրո կրեմա lime crema։ Հա, ես դրեցի մի քիչ վրան, քիչ առաջ շատ ոնց համեղ էր։ ստացվեց իրար հետ, հա, շատ լավն էր։ Պաստորմայից շատ լավ է այդ սոուսները լրացնում են, չէ, ուտելիքները։ Միշտ ես այստեղ Ամերիկայում եմ սկսել սոուսներ օգտագործել, Հայաստանում 4 ցամաք։ Այստեղ շատ են օգտագործում սոուսներ։ Այո։ սոսի երգիր է էսի հաստատ Հա։ ու լիքը կողքից միշտ հարցնում են որ կարաք մի 2 հատ տակ, մի 5 հատ տակ 10 հատ էլ տակ, այն որ եկել ասում եմ մի հատ բուրիտո, մի 7 հատ այդ կրեմայից գտաս։ Ու կրեմայից ուտում թե բուրիտո, բայց չէ, մարդիկ սիրում են։ Հա, շատ են օգտագործում։ Իսկ դա որտեղ եք պատրաստում։ Բոլորը ռեստորանում է Նույն պատրաստում։ խոհանոցում, Նույն խոհանոցում հետևը ամեն ինչ fresh առնում ենք, գնում ենք ամեն ինչ բանջարները թարմ դուք եք առևտուր անում։ Այո։ Հա։ Բաներ կա որ գալիս է delivery-ից, Հա։ բայց բաներ կա որ մենք անպայման պետք է ընտրենք։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Orders Co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Գների հետ կապված հետո արդեն ինչպես եք որոշում, որ սրա վրա պիտի էս դնենք, սրա վրա ուսումնասիրությունից, հա, այդ ինչ է կատարվում տարածքում, ով ինչ գին է դրել, թե ոնց են Բացի որոշում։ տարածքից շատ կապ ունի ամեն ինչի գինը, ասենք թե երբ որ ռեստորանում դու աշխատում ես, մի հատ ասենք թե բան է սարքում, չգիտեմ, թակո է սարքում, չէ՞։ Դու հաշվում ես այդ թակոն քո վրա ինչքան է նստում։ Օրինակ ձեր մոտ թակոն ինչ արժի։ Թակոն սկսում է plain Jane-ը 4.99, հա 4.50 4.50 ճիշտ է, հա։ 4.50-ից ու տենց բարձրանում է, դե սուջուխ բաստուրման ամենաթանկ Հա, հաճույքն է։ հա, ամենաթանկ հաճույքն է մենյուի վրա, որտեվ իրա գինել է շատ թանկ։ Իսկ օրինակ որ ես նոր փորձեցի, դա ինչ արժի։ Բուրիտոն։ Սուջուխը դա 18.99 18.99 Այո, 18.99 Այսինքն 18.99-ով կարելի է ձեզ մոտ լավ համեղ նախաճաշանել ու կշտանալ։ ու կշտանալ, այո։ Հա դաժե ավելի էժան ասենք ունենք հասարակը առանց մսով էդի 12.99 Այո։ մեկ էլ Բեյքոնն բեյքոնով ա, մյուսը- ամերիկյան մսերն է ունենք Հա, սասնսկի սասիսկին բեյքոնով, Էդ է ուզում հարցնել։ Իսկ եթե մարդիկ նախընտրում են ավելի դե նախաճաշ է բան այդքան շատ չուտեն, բայց մի բան պիտի ուտես, հա, որպեսզի սոված չմնաս, ասում են նախաճաշելը շատ ճիշտ է։ Արդյոք չափը շատ մեծ չի առավոտյան ուտելու համար ու շատ յուղայնություն չկա։ մենք դրա վրա շատ ենք աշխատել որ յուղերը Քչացնենք։ շատ քչացնենք մենք տենց ավելորդ յուղեր չենք օգտագործում չենք ավելացնում որով մսերը արդեն դե յուղոտ են ելնում համել դաժե այդ բնական մսերի յուղերն ենք դաժե թափում հա որ հաճախորդը չստանա այդ յուղերով էլի Հա, տհաճ այդ բանը համ հոտն է վատը, համ հետո կպնում է ձեռքերից ուտելը մի խոսքով անհարմար է, բայց հիմա այսօր փորձեցի այդ ամեն ինչը ինձ մոտ չեղավ, լավ էր, հենց դրա համար հարցը առաջացավ։ Մի քիչ ինձ համար օրինակ ինքը չափով մեծ էր, որպես կին, որպես տենց շատ չուտող, բայց դե տղամարդկանց մեծա համար։ չէ, ասենք թե ես կեսը կարամ ուտեմ բուրիտոյի։ Դա արդեն ինձ like Իսկ ինչի չանել կես, եթե որ ավելի հարմար լինի։ Առաջից անում ենք մինի բուրիտոյին։ մինի բուրիտո անում ենք Լիքը բան փոխվեց միջև հասել ենք այս կետին, որտեվ միշտ evolve ես անում, միշտ փորձում ես զարգացնել այդ մենյունը, միշտ ուզում ես ավելի լավ, քան թե որակը գցել, մենք միշտ փորձում ենք բարձրացնել որակը։ Էլի կարող է մտածենք տենց որոշ բաներ արվի, ուղղակի չենք ուզում շատ բարթացնենք, այտենց Ավելի հեշտ մարդկանց շատ բաներ համար։ ավելացնենք մենյուի վրա, Հա։ բայց դրա համար թակոներ ունենք։ Թակոները շատ հարմար ասենք։ Այո։ Մի հատ կամ երկու հատ թակո ուտես կարաս կշտանաս, նայած սովածությունից, բոլերը առանց հացի, այդ էլ հարմար ուտա։ Ահա։ Եվ յուղերի մասին մենք օգտագործում ենք beef tallow,
դա Մսի յուղա էլի համարվում, բայց ավելի առողջ չարարա համարվում, քան այն սովորական յուղերը ասենք։ seed oil իմացա։ Տենց բաներ չենք օգտագործում, որտեղ դի ասա չգիտեմ հայերեն ոնց է, բայց inflammatory յուղեր են, դրանք վնաս են մարդկանց համար, seed oils ակոչվում են։ Seed oil-ները վարդ է։ Դա չենք օգտագործում seed oils։ Ոնց մենք beef tallow ամենը beef tallow-ով դա veggie optional ունենք, ով որ ասենք թե միշտ չի ուտում, դա veggie-ին սարքում ենք hash brown-ներով, այդ ամերիկական կարտոշկա ծոր կարած, մեկ էլ կարակով, այտենց ենք սարքում։ Իսկ անունը ինչպես որոշեցիք։ Կամ sense հարցը տամ, ձեզնից որ մեկն է bread-ը, որը breakfast-ը։ Bread-ը ես եմ, breakfast-ը նա է, Ալբերտն է, անունը ինքն էր որոշել առաջուց ես մի անգամից առաջի բանը հիշում եմ որ ես քեզ տեքստ արեցի որ ասի բուրտներ ասի breakfast bros sense common sense հասարակ sense typic sense հասարակ անուն ասես չէ արդեն ես անունը գիտեմ ասի ինչա ասում bread and breakfast ասի շատ լավ է ամերիկյան տենց ավելի լավ է հնչում որտեվ bread and breakfast ոնց թե հնչում է ոնց թե bed and breakfast-ն էլ են հոթելներն են որտեղ մնում ես ու ասենք թե նախաճաշ են տալիս ձրի այդ օրը ու bread and breakfast-ները տեղից էլի եղավ ու շատ հենց B&B է կոչվում B&B որը իրանք էլ են B&B կոչվում մենք էլ ենք տենց սակեցին ու շատ մարդիկ են սիրում այդ անունները իսկ այս նշանը կամ պատկերը մինյոնին է հիշեցնում ինձ բայց ինչ է փոքր ձու էլի մեր թավա երկու ձու եւ աչքերը թավայի մեջ հա sense Էլա լոգոնա LA գլխարկը Անպայման Dodgers-ը որ գրեց Dodgers, yeah, հասկացա։ Երկուսով եք մտածել այս ամեն ինչը։ Հա, հիմնականում ինչա։ Տեսեք, ես հիմա զգում եմ, որ դուք շատ իրար հետ լավ եք շփվում, իրար զիջում եք, համատեղ աշխատանքը ձեր լավ է, բայց չեմ հավատա, որ ասեք երբեք չի եղել ինչ որ տարաձայնություններ բոլորովին չեմ ուզում ձեզ կռվածնել, այսպես ասած, կամ խառնել ալիքները, բայց ուզում եմ իմանալ ինչի շուրջ կարող եք վիճել օրինակ ու հետո բնական է, քանի որ այստեղ նստած եք, համաձայնության եք եկել։ Ամեն բան կարա ամեն ինչի վրա կարանք վիճենք։ Ամեն օր իրար օրինակ պայմանավորվել եք, որ դու այստեղ ես, սրա մեջ ես, չես խառնվում, ես այստեղ եմ, սրա մեջ եմ, դու չես խառնվում, թե իրար հետ եք անում։ Հա, տենց բաներ կա, որ գիտենք, ասենք, ինքը միշտ է սա անում ու որոշ բաներ կա, որ ինքը գիտի, որ միշտ ես եմ take care անում, էլի։ Բայց ասենք թե իրար հետ միշտ քննարկում ենք անպայման, ասում ենք, ինքը հարցնում է, ես իրան հարցնում եմ, սենց անենք, որտեվ իրար բիզնեսը չես կարա սենց ասես, չէ, ես եմ, էս իմ միտքս է, չէ, սենց պետք է անենք, միշտ իրար հետ ենք աշխատում։ Վեճերի ժամանակ նստում եք, խոսում եք, քննարկում ենք ու միշտ անցնում ենք, այո, միշտ։ Իսկ ընտանիքներով ընկերություն անում եք։ Այո։ Հանգստանալու գնում եք իրար հետ։ Մենք չենք հանգստանում։ Չէ, դա հանգստանում ենք։ Մեկը միշտ պիտի ստեղել մեկը միշտ պիտի լինի։ Ոնց է օրը սկսվում, ոնց եք բաժանում, ով ուր գնա, ով ինչ անի, միտեղ, չգիտեմ, պակասորդ կա, միտեղ ավելորդ մի բան կա պիտի անեք, ոնց եք անում, ոնց եք ծրագրավորում։ Մինչև էկոպարկ բացվել է, մի շաբաթ ես կգնայի առավոտ շուտ կբացեի, մյուս շաբաթ էլ ինքը կգնա առավոտ շուտ կբացեր ու տենց մեկնումեկս կամ Burbank ենք ելնում կամ North Hollywood ենք ելնում հասցնում եք։ Դե North Hollywood-ը բացոտ է, so ամեն ինչ գալիս է Burbank-ից։ Ասենք թե իր շաբաթն է, ինքը գնում է ժամը, 8-ին պիտի բացենք North Hollywood-ում, ինքը 7:30 ընդեղ է, սաղ դնում է ավտոյի մեջ, սաղ դնում ենք ավտոյի մեջ, լիք ապրանք, տանում ենք ընդեղ, հետո հավաքում, ընդեղ մնում ենք, եթե պետք է, հետ են գալիս գնում ենք տենց։ Burbank-ը մի քիչ ավելի հեշտ է արդեն դալար, որտեվ կա մենեջերն անում, դե պետք է լինել, եթե շատ բիզի է, մենք կանք ընդեղ դիմացն ենք այնում, օրդերներն ենք տեսնում, որ այո, օգնում ենք, միշտ գործի մեջ, հազիվ տենց եղավ, որ ամեն մեկս մի օր սենց օֆ ունի, ինքը Monday, ես Tuesday, ինքը 2 շաբթի, ես 3 շաբթի։
հասցնում Իսկ ենք։ այդ օֆորերին ինչ եք անում ընտանիքի հետ եք անցկացնում։ Նախաճաշ ենք ուտում։ Ինչքան կարելի է նախաճաշել։ Չէ, բաստրմա, ձվածեղ, անպայման միշտ սաթենը զարթնում է, ասում է ուզում ես ձալ նայք անպայման։ Ձեր կինը։ Այո։ Իսկ չեն բողոքում տնեցիները, որ շատ եք զբաղված։ Դե իրանք հասկանում են։ Հասկանում են։ Իրանք հասկանում են ինչքան Հարկասու չեն sacrifice-ը այս գործը Կնոջ կողմից եմ ասում, պիտի հասկանան, որովհետև երբ որ չեն աշխատում, ասում են, «Օ, պիտի աշխատես, երբ ես աշխատելու, դե մի գործ արա, մի բան արա», հետո հենց որ աշխատում են, ասում են, «Երբ ես հանգստանալու, մի հատ ով չունես, մի հատ ժամանակ չես տրամադրում ընտանիքիդ»։ դժվար է։ Բալանսը գտնելը երևի Բալանս գտնելը ամենաճիշտն է։ դժվար է, բայց ասենք թե օրը լինում, ես շատ հոգնած գալիս եմ, ասում եմ, մի 2 ժամ պիտի տազմիկ չհանգստանամ, հետո ինչ ուզում ես կանենք։ Բայց Քանի բալիկ ունեք։ Ես ոչ մի նոր ենք ամուսնացել, մի 1.5 տարի է։ Ալբերտը սպասում է, մենք սպասում ենք Ալբերտինը։ Մի 5 ամիս է արդեն։ Աստորեն լավ բան է սպասում ձեր Այո։ ընկերության մեջ, ընտանիքներում։ Այո։ Աստված առաջ։ Աստված Աստված, այո։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Իսկ Հայաստան դուք հաճախ եք գնում։ Մի 4-5 անգամ եղել եմ ես։ Ամենաառաջի անգամ 2003 թիվն էր։ Փոքր երեխայի հետ վաղ, բայց դուրս շատ երեք է։ Ու միշտ ուզում եմ գնամ։ Կուզեի հաճախել թայ, այնտեղ էլ ընտանիք ունեմ, պապայիս կողմը այնտեղ է ապրում։ Դե դուք ունեք պլաններում, չէ, Հայաստանում բացելու նման բան։ Աստված առաջ, այո։ Մի օր շատ կուզենանք։ Որտեւ այնտեղ ճիշտ ասած նախաճաշի sense Կուլտուրան։ սֆերան կուլտուրան ոնց թե չկար առաջուց, բայց ոնց թե վերջի տարիները որ շատ տուրիստներ, sense մարդիկ Ռուսաստանից ընդեղից եկան, հայտնվեց այդ նախաճաշի, որտեղ մարդիկ Հայաստանում զարթնում են, իրանց տուն են ուտում, դուրս են գալիս գիշեր, պիտի դուրս գան կոֆեի հացուտելու, տենց չկա որ նախաճաշը տուն ես ուտում, բայց Իսկ լավ է որ նախաճաշը տանը ուտես, թե դրսում։ Նու ձեր համար մի քիչ սխալ հարց է ձեր բիզնեսին։ Չէ, մենք տենց ենք մեր ուտելիքը սարքել, ճիշտ ասած, որ մարդիկ կանան ուտեն ու վաճ չզգան, երբեք վաճ չզգան դրանից հետո, որ չասեն ուրած եմ, վատ եմ զգում, բան եմ, տենց մաքուր ենք մենք մեր product-ը վերջում սարքել, որ հաճույք ստանան մարդիկ։ Տնական ձևով ենք փորձում անենք, որ լավ լինի, էլի։ Իսկ եթե դրսում չեն նախաճաշում, տանն են նախաճաշում, դա ավելի խնայողություն է, չէ, գումարի հետ կապված։ Թե ձեզ մոտ գները, ասացիք, հարմար են ավելի։ Իմ կարծիքով մեր գները կարող են թույլ տալ մարդիկ։ Այո, կարող են թույլ տալ մարդիկ ու շատ հաճախորդ ունենք, որ տարիներով են գալիս։ Տարիներով միշտ գալիս են միշտ ուրիշ տեղից նախանգներից, Թեքսասից գալիս են аэроպորտից իջնում են, ասում առաջին բանը որ պիտի ուտեի ձեր ուտելիքը միջև մնացած բաներ անել, էլի։ Սիրում են ուտելիքը, որը քեզ շատ լավ է զգում, ոնց որ տեր, որ լավ բան է ստեղծել, որ մարդիկ սիրում են այդ։ Իսկ հաճախորդները ինչպես հավաքեցիք։ Օգտագործեցիք social media-ն, օգտագործեցիք այն, որ այս թվականին, այստեղ հիմա եք ստեղծել այս ամեն ինչը։ Անպայման։ Social media-ն շատ օգնեց, հա։ Շատ օգնեց։ COVID-ի ժամանակ Instagram-ը սկսեց անել, մինչև COVID, կարծեմ reel-ները սկսեցին դուրս գալ, եւ շատ մարդիկ սկսեցին այտենց food blogger-ներ դառնալ, որը չկար այտենց բան առաջուց, ու պրոստը մենք sense շատ լավ ժամանակի մեջ ընկանք, որ մարդիկ արդեն իրանց ոտով գալիս էին, փորձում էին, հա, այո, մենք բերում ենք ինֆլուենսերներին, փող տալիս ենք, անպայման դա պետք է անես, մարքեթինգը շատ կարևոր է, բայց social media-ն շատ օգնեց, հետո Իսկ հայերի էիք բերում թե օտարազգերի։ Օտարազգերի, Ինչու։ հայերի, sense շատ չենք բերել, չէ՞, չեմ կարծում։ Դե social media-ով ավելի շատ օտարազգեր են։ Օտարազգին, Իսկ ձեր հաճախորդների մեծամասնությունը հայեր են թե օտարազգեր։ 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 Կան հայեր, իհարկե շատ կան։ Burbank-ի location-ում հայերը շատ են, ասենք, կեսը երևի հայ կարանելն է։ Կարող է, հա։ Որովհետեւ դե Glendale-ը մոտիկա կպած է ու Glendale-ում շատ հայեր են ապրում։
Այո։ Բայց North Hollywood-ը մեծամասնությունը օտարազգ, Echo Park լրիվ Հաստատ։ օտարազգ։ Օտարազգ եւ ոչ միայն։ Այո։ Այո։ Ու այդ մեր Instagram-ի reel-ը որ սարքեցինք, sense բաստուրում են փաթաթում ենք բաների մեջով, տենց այդ reel-ը շատ ուժեղ մեծ reel էր, օգնեց 38 միլիոն մարդ տեսավ։ Այո։ Ու տեղից արդեն զգացինք, որ էցի շատ կարևոր բան է ու չենք բաց թողել միշտ content ենք սարքում։ Մեկը կա որ զբաղվում է։ Հիմա այո, կա։ Social media team ունենք։ Այո։ Շատ հպարտ ենք իրանցով, շատ լավ գործ են անում։ Anthony Media Group։ Anthony Media Group-ը կոչվում, հա։ Այո, իրանք շատ լավ գործ են անում։ Instagram, TikTok, YouTube-ով էլ ենք Նոր YouTube սկսեցինք անել, այո։ Post-անելը դաժե։ Facebook իհարկե, Instagram-ի։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Հիշում եք առաջ ամոթ էր որ ուտելիք նկարեինք, տեղադրեինք։ Այն սկզբի ժամանակները որ սկսել էր Instagram-ը, հա, մեկ-մեկ որ ես տեղադրում եմ, օրինակ մերոնք ասում էին ամոթ է որ դու ուտելիք ես տեղադրում, հա։ Բայց հիմա դա դարձել է արդեն նորմ ու վաճառքի ձև, ամենաառաջին ձևը ես կասեի։ Yeah. Հետաքրքիր է։ Մարդիկ գնում են website-ը տենում են, միանգամից այդում են website ու order են անում, հենց Instagram-ի միջոցով էլի։ Հա, այդ նույն բանն է, որ առաջ ասում էինք պիտի անպայման ուտելիքը փորձենք, հոտը զգանք, որ իմանանք համեղ է թե չէ, հիմա տեսնում ենք նկարը, վայ, խելագարված վազում են ուտելիքի հետևից։ Շատ ժամանակ ասենք թե reel-ներ կա, որ միլիոններ է ասենց խփում, influencer-ին կանչում կամ այլն, կամ մեկ-մեկը գալիս ասում է, «Այս top 3 տեղն է այս» ուտելու անպայման պետք է գաք, մեկ էլ դե որ մարդիկ գալիս են, մենք միշտ հարցնում ենք, ես հարցնում եմ որտեղից եք իմացել մեր մասին, որտեվ որ տեսնում ես մենյուն sense նայում, ասում եք առաջի անգամն է հարց ու փորձ ես անում, տեսնես որտեղից է գալիս։ Ասում այո, ձեր TikTok-ի վիդեոն ենք տեսել, մի անգամից եկել ենք։ Ձեր YouTube-ի, Instagram-ի վիդեոն ենք տեսել, YouTube-ի վրա ենք տեսել։ Ու տենց հասկանում ես որտեղից է մարդիկ գալիս։ Հիմա որ մենյու AM-ից կան, ինձ կգրեք։ Անպայման կգրենք։ Եվ ես պիտի ասեմ, որ այսուհետ ես եմ ձեր հաճախորդներից մեկը։ Մերսի, շնորհակալ ենք։ Ընտանիքիս հետ միասին դեպ մենք սիրում ենք ուտել համեղ, սիրում ենք դրսում նախաճաշել ու հենց հատկապես բուրիտոները, վստահ եմ ամուսինս փորձած կլինի, բայց շատ կարևոր է նաև այն էներգիան, որ ձեր մեջ ես տեսա, ձեր նախարարին ընկերությունը, մի քիչ տարիքային տարբերությունը, բայց ձեզ դա չի խանգարում, որպեսզի դուք կարողանաք միասին ստեղծել, ասում են, որ մարդու հետ պիտի ընկերություն անես ու ճանապարհ գնաս, որ կարողանաս իմանալ իրեն կամ փորձես, հա, ընթացքում։ Հիմա ձեզ մոտ արդեն երկար տարիների փորձ է ու դուք հաջողել եք միասին։ Շատ ուրախ եմ, որ մեր համայնքում կան իմ հայրենակիցները, երկու երիտասարդ, մեզ երիտասարդ եմ ասում։ Երիտասարդ եք, Ես էլ։ Երիտասարդներ, այո, ովքեր որ կարողանում են համեղ ուտելիք պատրաստել եւ մի հատ էլ մատուցել։ Եվ այդքան ունեք արձագանքներ, այդքան սիրված եք ու այդքան հավանում են ձեր ուտելիքը, ձեր մատուցած ճաշը։ Շնորհակալություն։ Պրոստը ուզում եմ ասեմ, որ մարդիկ եթե մի բան դնում են իրանց միտքը, որ մի բան ուզում են կատարեն, թող չսպասեն, մի անգամից ձեր ուզածը արեք, ձեր կյանքը ձեր պես ապրեք ու ռիսկ արեք։ Ռիսկը գործի կեսն է, ասել որերորդ անգամ ասում ենք։ Այո, ռիսկ արեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Շատ մերսի, որ հրավիրեցիք մեզ այստեղ, շատ հաճելի խոսակցություն գնաց եւ շատ ուրախ ենք ծանոթանալու եւ մենք կշարունակենք մեր follower-ներին, մեր հաճախորդներին, դաժե նոր մարդկանց եւ մանավանդ հայերը ուզում ենք շարունակենք աճելը եւ ուզում ենք մեր հայերն են, որ եթե մինչեւ հիմա չեն եկել, մեր ուտելիքը կերը գան, փորձեն, մեծ սիրով համեցեք եւ ձեզ էլ կսպասենք այնտեղ։
Սիրով ես կգամ անպայման, որպեսզի եւս մեկ անգամ փորձեմ ու կարծում եմ դա կդառնա արդեն այսպես բնականon մի բան, որ առավոտյան արթնանանք ու գնանք bread and breakfast-ի որևէ location, դրանք 3-ն են, բավականին շատ տարբեր տարածքներում կարող եք տեսնել ու եթե չեք եղել bread and breakfast-ում, ապա այցելեք, համեղ նախաճաշեք եւ կիսվեք ձեր տպավորություններով ձեր ընկերներին կամ հարազատներին, ում որ լավ բաներ եք ցանկանում։ Բայց մի բան ասեմ, ես օրինակ հիմա եթե սա ուտեմ, էլ այսօր ամբողջ օրը հաց չեմ ուտելու։ Հա, շատերի մոտ տենց է։ Իրանք ասում են գալիս ենք ձեր մոտ, մի հատ բուրիտո վերցնում ենք, սաղոր, կուշտ եւ լավը զգալով ասենց օրը գնում։ Բոլոր նրանք, ովքեր սննդակարգ են պահում, կարող եք հատկապես աղջիկների մասին է խոսքը, կանանց, առավոտյան գնում եք այնտեղ նախաճաշում եք, մի լավ այսպես տեղը տեղին, հետո երեկոյան դե գիտեք, արգելված է ուտելը ու հանգիստ կարող եք չուտել։ Այո։ Այո։ Լավ չի։ Այո, Շատ լավ է։ Ինձ համար որ շատ լավ է, դե 6-ից հետո ուտելը Արգելված է, այո։ Հա, դենց ճիշտ է։ Այսքան է հարգելի ընկերներ, այսօր գիտեք որտեղ համեղ նախաճաշել, bread and breakfast, նրանք իմ հյուրերն էին, իսկ դուք մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։